10 երեխա մեկ հարկի տակ, այս երեխաները անհոգ խաղում են, թեև տան և դրսի եղանակը միմյանցից չի տարբերվում։ Միացնում ենք տունը տաքացնելու համար, դուխովկան եմ միացնում, հաց եմ թխում, ուղղակի հիմա որ ալուրներ են վերջացել, շատ քիչ է մնացել։ Հարևանի տունն է 3 ճաշը պատրաստել։ 76-ամյա Անգին Խաչատրյանը 12 երեխա է լույս աշխարհ բերել, որոնցից 2-ը առողջական խնդիրների պատճառով մահացել են։ Այս ընտանիքը ապրում է Հույսի Ավան թաղամասում, որտեղ ժամանակավոր ապաստան են գտնում բազմազավակ ընտանիքները։ Մեկ տարի առաջ տիկին Անգինը հայտնվել է միայնակ մոր կարգավիճակում։ Արցախյան ազատամարտի մասնակից ամուսինը կալանավորվել է, կնոջ ասելով ոչ իր մեղքով։ Այսօր նա իր ամուսնու մասին չի ցանկանում խոսել, երեխաներին կերակրելու խնդիրը առաջնային է գործազուրկ մոր համար, սակայն առողջական վիճակը թույլ չի տալիս աշխատանք գտնել։ Ես ունեմ շատ մեծ խնդրեմ, ոտքերս տրոմբ է, 2 ոտքերից տրոմբ ունեմ ես։ Դեղերը որ պետքա գնենք, գնելու հնարավորություն չունեմ։ Անգին Խաչատրյանը եւ նրա 20-ամյա դուստր երկրորդ կարգի հաշմանդամներ են, բազմազավակության համար որպես նպաստ տանում են 76,000 դրամ։ Դա էլ հազիվ բավականացնում է կոմունալ վճարներին եւ օրվաց համակ հացին։ Նրանց օգնում են հարևանները։ Կուշտ ուտել հնարավոր չի, որտեվ ես ինքս մտե հելել եմ, ինքը մեծ ղազանով ճաշ է եփել եւ էդի արդեն իրիկունը չի եղել։ Այս կաղամբները բերել են մեզ մոտ նպաստով, հիմնատող ցուցակից մոտ։ Նպաստով մենք վերցրել ենք, որ կարողանամ երեխեքին յոլա տանել։ Ծայրահեղաքատության մեջ հայտնված երեխաները առանձնապես պահանջկոտ չեն։ Տանն ընդամենը 3 մահճակալ ունեն եւ 10 երեխաներից մի մասը քնում է հատակին։ Ինչպես վկայում են հարևանները, այս երեխաները երբեք միմյանց հետ չեն վիճում։ Այս ընտանիքում ընդունված է ցանկացած ուտելիք 10 մասի բաժանել։ Ընտանիքը հույսով սպասում է, որ հայրը ազատ կարձակվի եւ տուն կվերադառնա, փոքր-ինչ մեղմելով իրենց հոգսը։ Լուսինե Ղազարյան, Սևակ Մեսրոպյան, Այփ։